Ճամբարակ համայնքում հիմնանորոգվում է Դպրաբագ բարեպատ-Կալավան ճանապարհի 8 կիլոմետր երկարությամբ հատվածը։ Զբոսաշրջային կարևոր նշանակության հողային այս ճանապարհն առաջին անգամ ասֆալտապատ կլինի։ Շինարարական աշխատանքների պատվիրատուն Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է։ Ճամբարակ համայնքը ինքը ընդհանուր շատ հետաքրքիր բնակլիմայական գոտու վրա է գտնվում եւ մենք գտնվում ենք հենց այս անտառային գոտում, որ Կալավան բնակավայրն է գտնվում, ինքը մեծ ներուժ ունի զբոսաշրջության զարգացման հետ կապված եւ հենց այս նկատառումներից ելնելով առաջնահերթություն ա տվել պետությունը, կառավարությունը։ Ճանապարհաշինությունը ներառում է խճային հիմքի, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի, ջրահեռացման համակարգի տեղադրում, բնակավայրերի ներսում մայթերի կառուցում։ Ասֆալտապատվող ճանապարհի մակերեսը 57,600 քառակուսի մետր է, եւս 1033 քառակուսի մետր մակերեսով ասֆալտապատում էլ կիրականացվի ճանապարհի մուտքերում եւ իջատեղերում։ Աշխատանքների համար պետբյուջեից հատկացվել է 1 միլիարդ 51 միլիոն դրամ։ Այս պահին այստեղ որ մենք կանգնած ենք, կառուցում ենք կամուր կոչված, այսինքն ավելի ճիշտ երկաթբետոնյա խողովակներ, երկու հատ իրար կողքի երկուսով 5-16 մետր երկարությունով, որը նույնպես հանդիսանում է ճանապարհի ինչ-որ հատվածը, ունենք էլի կամուր սկզբնական մասում վերակառուցելու։ 3 բնակավայրը կապող ճանապարհի բարեկարգումը կնպաստի Ճամբարակ համայնքի տնտեսական զարգացմանը, ասում է համայնքի ղեկավարի տեղակալը։ Լուրջ խթան կլինի նաև սեփական եկամուտների հավաքագրման առումով։ Հուսով ենք, որ հյուրատների քանակը կավելանա, ներդրողներ կմիանան, արդեն չնայած կան տես բանավոր պայմանավորվածություններ, բայց ճանապարհի ավարտից հետո հույսով ենք, որ այս ամեն ինչը ամբողջական իրատեսքը կունենա եւ մեր այս հրաշք դրախտային վայրերը կծառայեն մեր բնակիչների, ինչու՞ չէ նաև դրսի հյուրերի համար։ Ճանապարհի շինարարությունն ավելի քան 70%-ով կատարված է, նախատեսվում է հիմնանորոգումն ավարտել այս տարվա դեկտեմբերին։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։